Էմիլիա Արեգակ կենտրոնի բակում մոտ 1000 քառակուսի մետր մակերես է զբաղեցնում ջերմոցը, որը կարևոր քայլերից մեկն է Հայաստանում ներառական հասարակության ձևավորման եւ տնտեսական հնարավորությունները հավասարաչափ բաշխելու ուղղությամբ։ Հատուկ կարիքներով մարդիկ այժմ արդեն իրենց ուժերը կարող են փորձել նաև գյուղատնտեսությունում։ 1 տարի շարունակ նրանք վերապատրաստման տարբեր դասընթացների են մասնակցել, ստացել հմտություններ հողի մշակման, բույսերի աճեցման եւ գյուղատնտեսական այլ աշխատանքների վերաբերյալ։ Մասնակիցներից 20-ը հիմա աշխատում են նոր ջերմոցում։ Սկզբնական ստացել ենք սացիլավորում, հետո հողի մշակումը մինչև սացիլը պիտի դեղերի ճիշտ օգտագործումը բույսի հանդեպ որ ճիշտ բույսը աճի։ Դրական կողմերը նախ մասնագիտությունն ընդլայնվիգը ավելի շատ բաներ կիմանաս, գիտես թե ինչեղ ջրես, ինչեղ հողը հետ վարես հողը, քախան անել, ծաղիկի տնգել, ծաղիկին մշակել, պարդանյութը տալ։ Երիտասարդների ու նրանց ծնողների աշխատանքի արդյունքում հիմա արդեն ջերմոցում բույսերի տարբեր տեսակներ են աճում։ 2 տեսակի լոլիկի սացիլներ են տնկել, որոնք խնամում են երեխաների ծնողները։ Սա հնարավորություն է հատուկ կարիքներ ունեցող իրենց երեխաներին մոտ լինել, միևնույն ժամանակ ունենալ զբաղվածություն եւ աշխատանք։ Այս մեզ հնարավորություն է տվել աշխատելու, որովհետև ամեն ինչ կազմակերպված է մեր համար, որովհետեւ մեզ հարմար լինի, երեխաներից հարմար լինի, աշխատանք է, որը սիրով կատարում ենք, բնությանը մոտ ենք, սիրով ամեն ինչ անում ենք։ Շատ կարևոր է, որ մենք գործատուների հետ համագործակցենք եւ այլ գյուղատնտեսական նախաձեռնություններում ցույց տանք, որ այստեղ այս կենտրոնում սովորում են, ունեն հմտություններ, աշխատում են, իրենք գրանցված աշխատողներ են։ Շեշտը դնելով մասնագիտական կրթության, հմտությունների զարգացման եւ սոցիալական ներառման կարևոր բաղադրիչի վրա, հաշմանդամություն ունեցող երիտասարդների ու նրանց ծնողների հետ աշխատանքը վերապատրաստումները կշարունակվեն փուլային եղանակով։ Արդյունքում տարեկան 250-ից 300 շահառու հնարավորություն կունենա գյուղատնտեսական հմտություններ ձեռք բերել։ Կարիտաս Արեգակ հիմնադրամի եւ Ճապոնիայի կառավարության համատեղ աջակցությամբ բացված ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոնը այդ նպատակի համար է։ Այն թիրախավորում է նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, անկախ տարիքային սահմանափակումների նրանք նույնպես կունենան հնարավորություն կրթվելու, նաև փորձը տեղում կիրառելու, հետագայում էլ փորձը արդեն տանելու աշխատաշուկա, լինելով զարգացած եւ ոլորտի հմուտ մասնագետներ։ Ապահովելով ներառականության բաղադրիչը, ջերմոցը բաց է նաև մարզի դպրոցականների համար։ Գյուղատնտեսությամբ հետաքրքրված երեխաները կարող են այստեղ զբաղվել բույսերի մշակմամբ ու հոգ տանել նրանց մասին։ Մինչ օրս 100 դպրոցական է այցելել ջերմոց։ Ստացված էկոլոգիապես մաքուր բերքը կծառայի Էմիլիա Արեգակ կենտրոնի կարիքներին, մի մասն էլ շուկա կուղարկվի։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։